Տիկին Ասիա, դուք այդ օրը Պաշտպանության նախարարության շենքի մոտ էիք ու մենք պարբերաբար ձեզ տեսնում էինք, ինչ էր կատարվել այնտեղ։ Եթե ասեմ ինչ որ բաներ կատարվեր, սուտ կլինի։ Մենք քանի ժամ համբերատար լուր սպասել ենք, ամեն ինչ նորմալ, մարդկային, ներսում այրերին ոչ մեկ ոչ մի բան չի ասել, համբերատար մենք լուր սպասել ենք։ Հետո վերջում արդեն ժամը 5-ից էր, որ արդեն իրանք պատրաստվում էին տուն գնալ, մենք հասկացանք, որ մեզ ոչ մեկ բանի տեղ չի դնում, որոշեցինք գործողություն, այսինքն մուտքերը փակենք ու ասենք, որ ընդունեք, մեզ էլ ուշադրություն դարձրեք, ինչքան կարանք, այսքան արհամարված, անտարբեր մեր հանդեպ այտենց շարունակվի։ Մի հատ թող ամեն մեկը իրեն դնի մեր տեղը։ Ու այդ ժամանակ իրանք սկսեցին գործողություն, տղամարդիկ հենց փակեցին, իրենք դրանից արդեն երևի, չգիտեմ, ըմբոստացան ավելի, չգիտեմ ինչ եղան, հելան հրահրեցին, թեպետ իրանք անընդհատ տղամարդկանց հրահրում էին, սադրում էին։ Մի խոսքով հրահրեցին տղամարդկանց, մյուս խոդի վրա այդ հետևի հետամասի բանը մուտքի մոտ սկսեցին ծեծկռտու քաշքշուկ, հետո մյուս տղաները զանգեցին մյուս տղաներին, ովքեր մյուս մուտքն էին փակել, որ հասեք մեզ ծեծում են։ Տղամարդիկ գնացին, տեսան, որը գետնի վրա է, որը խփում են դոշին։ Ծնողները անհայտ կորածներին։ Անհայտ կորած ծնողներին ոստիկանները, որին խփում էին, որը գետնի վրա էր։ Մի խոսքով ու սկսեց արդեն այդ քաշքշուկը։ Ընդհանրապես կարելի ասել, էսի իրանք ուզում էին այս ամեն ինչը լինի։ Ուզում են թե մեզ լռեցնեն, թե մեզ վախեցնեն, բայց ես միայն մի բան կարամ ասեմ։ Եթե ես աշխարհում մնամ մենակ մայր, լինեմ անգամ անվասայլակի վրա, ես իմ որդուն պահանջել եմ։ Ինչքան իմ սիրտը բաբախում է, ես իմ որդուն պահանջել եմ։ Այսօր ուղիղ 5 տարի է, որ ես իմ երեխուն չեմ լսել, այսօր իմ երեխու կորած օրն է 5 տարի, վերջին զանգը լսել եմ հոկտեմբերի 10-ին 22:30. Այսքանը կարամ կտրվել է հենց այս։ կտրվել է հենց այդ օր, երեխեն շատ ուրախ, շատ լավ խոսեց, ասեց մերս ամեն ինչ լավ է։ Մեր երեխեք այնքան հերոսներ են եղել, իմ երեխեն միջև չի կորի, ես չեմ էլ իմացել, որ իմ երեխեն մարտի դաշտում է։ Իմ երեխեն Հայաստանի զինվոր է եղել, նորակոչիկ է եղել, իրան իրավունք չունեին տանեին պատերազմ։ Եթե այսօր իրանք օրենքից են խոսում, եթե իրանք մարդու մի օրվա մեջ դատում են ծնողին որպես խուլիգան, բերեք ես փաստեր ասեմ։ Իմ ամուսինի երկրորդ կարգի հաշվանդամը, իմ տղան միակ առուզավակն է։ Ըստ օրենքի թույլ չի տալիս, որ հաշվանդամի միակ առուզավակը լինի պատերազմի գոտում։ Այդ մի օրենքի շրջանցում։ Երկրորդ օրենքի շրջանցում իմ երեխան սահմանափակումներով ծառայություն է ունեցել, երիկամի վրա կիստ է ունեցել, որ հենց կոմիսիան է բացահայտել։ Երկրորդ օրենքի շրջանցում, որ իրանք պետք է չտանեին երեխուն, տարել են։ Իմ երեխան 11 օր է չաստում եղել, նորակոչիկ է եղել։ Ինչ էին իրանք սովորացրել իմ երեխուն, որ տարան։ Այս արդեն երրորդ օրենքի շրջանցում։ Երեխուն տարել են առանց վայնի բիլետի, առանց ոչ մի բանի, որովհետև ինքը նոր է եղել, այդ բիլետն էլ իր մոտ չի եղել։ Այսքան օրենքի շրջանցում ու այսքան միջև հիմա ոչ մեկ չի դատվել։ Ամբողջ տեղերում ես գոռացել եմ, բարձրաձայնել եմ, գրավոր ներկայացրել եմ եւ ֆիզիբանում, զինվորական դատախազությունում եւ քննչական եւ ԱԱԾ ամեն օր ես այս մասին բարձրաձայնել եմ, գրավոր ներկայացել եմ, բայց միջև հիմի բոլորը անպատիժ են մնացել։ Հիմա կասեք խուլիգանով է իշխանությունները, որ այսքան շրջանցում են օրենքներ, հենց իրանց գրած օրենքները իրանք շրջանցում են, հակադարձում են հենց իրենց գրած օրենքներին ու անմեղ մարդկանց բռնում, հա, հերոսի հորն են բռնում, հերոսի հորեղբորն են բռնում, հա, հերոսների մամաներին այսպես մղկացնում։ Ես բան չունեմ ասելու, իմ թշնամին թուրքը չի։ Եթե իրանք իմ երեխուն չտանեին այնտեղ, այսօր իմ երեխան կորած չէր լինի։ Իմ թշնամին հենց այդ պաշտոնյա, այդ համազգեստ կրողներն են։ Էլ ուրիշ բան չեմ ուզում ավելացնել։